Շարունակ մի առավոտ լուսով վիկենդ է, իսկ այս պայն ուզում ենք ներկայացնել մեր հյուր մի քիչ դժվար է ասել, բայց ընտանիքի անդամ կամ ընտանիքի հայր, ընտանիքի գլուխ, հա, այսպես կարող ենք նաև վերագրել։ Մեր տաղարում է հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, բարի լույս, պարոն Մովսիսյան։ Բարի լույս։ Շնորհավորում ենք։ Հարևան, ես ձեր հարևանն եմ, հիշեք, ես։ Ներքևի հարկի հարևան։ Անմիջապես ներքևում եմ, ինչ ստեղ կատարվում է, ես լսում եմ ներքև։ Բողոքներ չկան վերևի հարևաններից։ Չէ, դեռ չէ, երբ որ որոշենք տաղավարը փոխել, այդ ժամանակ բողոքները կլինեն, երբ որ այս տաղավարը կառուցվում էր, իմ մոտ աղմուկ էր։ Բայց հիմա կառուցել վերջացել ենք արդեն։ Դե կարող է էլի փոխենք։ Ձեր որոշմամբ, այսինքն աղմուկը ձեր որոշումներից է կախված։ Տունը որոշում եք վերանորոգել Դրա դուք։ համար հələ չենք փոխում, հələ որ սենց լավ է։ Շատ լավ, առից օգտվելով նախ ուզում շնորհավորենք այս գեղեցիկ տոնի կապակցությամբ Շնորհավորում եմ բոլորիս։ բոլորիս։ Այսօր մեր մասնագիտական օրն է, կարելի է այդպես ասել, ու շատ կարևոր է, որ մենք հենց այսօր ենք նշում այդ օրը։ Հենց այսօր 69 տարի առաջ առաջին անգամ հայերեն լեզվով եթերում հեռարձակվեց ինչ-որ բան, որը դեռ այդ պահին ինչ-որ բան ինչու եմ ասում, որովհետև դեռ չգիտեին, թե ինչպես դա կոչել։ Եվ շատ հետաքրքիր պատմություններ կան, թե ինչպես որոշեցին, ինչպես քննարկեցին, ինչպես որոշվեց, որ դա կոչվելու է հեռուստատեսություն, ինչպես են կոչվելու ծրագրերը, շատ փոքր սենյակում հեռարձակում էր դա, եւ առաջին բառերը, որ եթերում հնչեցին, մեր շենքում հիմա ամրագրված են այդ բառերը, ներքևի հարկում պատին, եւ Նարաշ Շլեփչյանի այդ խոսքերով մեկնարկեց հայկական հեռուստատեսությունը, եւ սա շատ կարեւոր իրադարձություն է, կարծում եմ, մեր պատմության համար, եւ հիմա արդեն այսքան տարի անց տեսնելով թե ինչքան է փոխվել հայկական հեռուստատեսություն եւ ինչքան հեռուստաալիքներ են ընդհանրապես ստեղծվել ու ինչքան հայալեզու բովանդակություն է ստեղծվում, կարող ենք ասել, որ այն իրոք մեկնարկը իրոք պատմական էր եւ նաեւ ուզում եմ շնորհավորել բոլոր հեռուստաընկերություններին եւ մեր բոլոր գործընկերներին, որովհետեւ մենք արդեն 3 տարի է այս օրը նշում ենք որպես հեռուստատեսության աշխատողի օր կամ աշխատակցի օր։ Մինչ այդ եթե կհիշեք, մենք 2021-ին հայտարարեցինք եւ 2022-ից սկսեցինք նշել այս օրը որպես բոլոր աշխատակիցների օր, բոլոր հեռուստաընկերությունների։ Մինչ այդ մենք դա նշում էինք որպես հանրային հեռուստաընկերության օր միայն եւ առաջին եթերի մեկնարկի օր, բայց հիմա սա բոլորիս տոնն է եւ շատ ուրախ եմ այդ առիթով, որովհետեւ արդեն բոլորս ունենք մասնագիտական օր եւ շատ կարեւոր է արձանագրել, որ ըստ էության բոլորը, ովքեր որ այսօր աշխատում են հայկական հեռուստաընկերություններում, բոլորը իրենց մեկնարկը կամ մեկնարկը եղել է հանրային հեռուստաընկերությունից։ Իհարկե ոչ բոլորն են այստեղից սկսել, բայց այն մասնագետները, ովքեր սկսել են այդ հեռուստաընկերությունները, այդ հեռուստաալիքները մեկնարկել են, իրենք հանրային հեռուստաընկերության հետ որևէ կերպ առնչվել են, որովհետև բոլորս մի մասս կհիշենք, մի մասս ոչ, բայց ժամանակին եղել է միայն այս հեռուստաընկերությունը։ Մենք ձեզ շնորհավորելու եւս մեկ առիթ ունենք։ Հաշվի առնելով, որ հանրային հեռարձակողի խորհրդի որոշմամբ եւս 2 տարով երկարաձգվել է ձեր պայմանագիրը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք։ Եթե փորձենք ամփոփել ինչպիսին էին անցած 5 տարիները հանրայինցիների եւ հանրային հեռուստադիտողների համար։ Հեռուստաընկերության եւ ընդհանրապես հեռուստաընկերության կյանքի եւ այն ամենը, ինչ հեռուստաընկերությունում կատարվում է, դա միայն հեռուստաընկերությունից չի կախված, սա շատ կարևոր է։ Արտացոլում ենք այն ամենը, ինչ որ կատարվում է ընդհանրապես աշխարհում, Հայաստանում մասնավորապես եւ ցույց ենք տալիս այդ ամենը մեր եթերում։ Դրանք կարող են ունենալ տարբեր ձևակերպումներ, տարբերվող տեսք, բայց այն ամենը, ինչ որ մենք ցույց ենք տալիս, դա կախված է ուղիղ կատարվող իրադարձությունների հետ եւ ես կարող եմ ասել, որ վերջին 5 տարիները դրանք բավականին մեծ մարտահրավերների տարիներ էին մեզ համար որպես հեռուստաընկերություն եւ նաեւ արտաքին աշխարհում կատարվող իրադարձություններից ելնելով եւ մենք ամեն եթերաշրջան փորձում ենք հասկանալ թե ինչպես գնանք առաջ, ինչ ցույց տալ այսօր, ինչ ցույց տալ վաղը, քննարկումներ ենք ունենում, բայց շատ կարեւոր է որ մեր կյանքը ընդհանուր կապ ունի ուղիղ հեռուստաընկերության եւ այն ամենի հետ ինչ որ մենք ցուցադրում ենք, մենք այլ աշխարհում չենք ապրում, ուստի ինչպես մենք ապրել ենք վերջին 5 տարիներին, այնպես եղել է հեռուստաընկերության կյանքը։ Ես հուսով եմ, որ հեռուստաընկերությունը տվել է այն ամենը մարդկանց, ինչ ակնկալիքներ իրենք ունեցել են, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, չէ, հանրայինից ակնկալիքները միշտ շատ են, հատկապես հանրայինից են շատ, որովհետեւ միշտ հանրայինից երբ որ ինչ որ մի բան են ասում, մարդիկ ասում են մեր հարկերից է հանրայինը ունենում իր բյուջեն
եւ ստեղծում այս հաղորդումը եւ մնացած բոլոր հաղորդումները եւ սա ճիշտ է, մարդիկ հենց այդպես էլ պետք է ասեն, որովհետեւ մենք հանրային ենք, մենք պատկանում ենք հանրությանը եւ շատ կարեւոր է, որ մարդիկ այդ զգացումը ունենան հանրայինի հանդեպ, որ հանրայինը իրենցն է եւ իրենք կարող են պահանջել հանրայինից։ Իհարկե վստահ եմ բոլորս տարբեր կարծիքներ ենք լսել հանրայինի մասին, թե լավ, թե վատ եւ այդպես շարունակ, բայց շատ կարեւոր է, որ իրենք իրենցն են համարում այս հեռուստաընկերությունը եւ մենք էլ պետք է փորձենք այդ կարծիքները լսել եւ այս մի քանի տարիների ընթացքում փորձել ենք լսել եւ մարդկանց ցանկությունները նաեւ կյանքի կոչել։ Վերջին տարիների մեր ալիքը բարելավել է դիրքերը հեռուստատեսային վարկանիշային սանդղակում, ի՞նչն եք համարում այս հաջողության գրավականը։ Նախ այն շրջանը, երբ որ ես ստանձնեցի այս աշխատանքը, այդ շրջանը բավականին բարդ շրջան էր, որովհետև 2020 թվականն էր, COVID, պատերազմ եւ այդ ժամանակահատվածներ եւ այն ժամանակ կհիշենք, որ որպես այդպեսին հեռուստատեսությունը ամբողջ ուժով չէր աշխատում եւ չէր էլ կարող, որովհետեւ COVID համաճարակներ եւ դժվար էր եւ մարդիկ սահմանափակումներով էին եւ հեռուստաընկերությունն էլ ըստ էության սահմանափակումներով էր աշխատում եւ բավական երկար ժամանակ մեծ հաղորդումներ, մեծ շոուներ չէին հեռարձակվում եւ ըստ էության ինֆորմատիվ էր այդ ժամանակ հեռուստատեսությունը։ Հետո արդեն երբ որ սահմանափակումները սկսեցին վերացվել, նաև եկան նոր եթերաշրջանները հանրային հեռուստաընկերության, հատկապես 21 թվականի սկզբից մենք փորձեցինք մեծ շոուներ, մեծամասշտաբ նախագծերով վերադառնալ եթեր, այդ ժամանակ գրեթե բոլոր ալիքներն էին շատ ավելի пассив քան։ Եվ մրցակցային դաշտում փորձել գտնել մեր տեղը։ Գոհ եմ արդյոք այն ամենից, որ մենք արել ենք, իհարկե գոհ եմ ինչ որ չափով, բայց կարող ենք իհարկե ավելի լավ ծրագրեր ունենալ, բայց կարծում եմ հենց լավագույն գնահատականը դիտումներն են, որ մենք կարողացել ենք ձևավորել մի քանի եթերաշրջան առնվազն եւ դրանով հեռուստադիտողին գրավել հանրային հեռուստաընկերության կողմ եւ ավելի դիտելի դարձնել եթերը, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ հանրայինի եթերը չի կարող չլինել դիտելի։ Եթե հանրային չեն դիտում, ուրեմն հանրայինում ինչ-որ մի բան սխալ է գնում եւ դա ամենևին ռեյտինգի հետևից ընկնել չէ, եթե այսպես ասենք, այլ դա անել ծրագրեր, որոնք իրոք հետաքրքիր են հանրությանը, որովհետեւ մենք հանրության համար ենք աշխատում։ Ձեր նախաձեռնությամբ հանրային հեռուստաընկերությունը դարձավ նաև հեռուստաընտանիք։ Կպատմեք մեզ ընտանիք ալիքների մասին եւ դրանց առաքելության մասին ամենակարևորը։ 2020-21 թվականներին մենք ինչի սկսեց ընդհանրապես այս ամեն ինչը, որ ծրագիր կար ունենալու կոնկրետ ուղղվածության ալիքներ հեռուստադիտողների համար, որովհետև մենք բոլորս գիտենք, չէ՞, մարդիկ կան, օրինակ, հատկապես տարիքով մի քիչ ավելի մեծ մարդիկ, ովքեր ամբողջ օրը սիրում են լուրեր դիտել։ Իրանց համար դա է կարևոր, իրենք այլ բանի կարիք չունեն եւ այդ շրջանը 2020-ից 21 թվականներին ինֆորմացիայի կարիք կար։ Իրոք երկրում մարդիկ ուզում էին լուրերը շատ ավելի շատ լիներ եւ մեզ զանգում էին, գրում էին դրա մասին եւ այդ ժամանակ մենք փոխեցինք հանրայինի ամբողջ եթերացանցը եւ ժամը 1 հանրայինի եթերում լուրեր էին։ Այդպես երևի մի 4-5 ամիս այդպես գնաց հանրայինի եթերը։ Հետո հասկացանք, որ դրա կարիքը կա եւ դիմեցինք նոր լիցենզիայի համար եւ որոշեցինք ստեղծել լրատվական ալիք։ Այնինչ որ այն ժամանակ մենք ստեղծում էինք, մենք չէինք էլ պատկերացնում, թե ինչպես է աշխատելու ընդհանրապես, որովհետեւ ռեսուրսի հարց կար, եթերի հարց կար եւ այդպես շարունակ։ Բայց շատ կարճ ժամանակում 1-2 տարում ալիքը կայացավ եւ այդպես ստեղծվեց լրատվական ալիքը, որը հիմա ժամը 1 հաճախականությամբ լրատվություն է մատուցում եւ շատ կարեւոր է, որ մարդիկ, ովքեր որ հետաքրքրված են լուրերով եւ քաղաքական բովանդակությամբ եւ տարբեր ծրագրերով, որոնք լրատվական քաղաքական են, իրենք դիտում են լրատվական ալիքը հիմնականում եւ առաջին ալիքը շատ ավելի քիչ է լրատվություն մատուցում եւ կենտրոնանում է այլ ծրագրերի վրա։ Մենք ունենք միջազգային ալիքը, որը հիմնականում, այսպես ասած, Փյուրքի ալիքն էր կամ արբանյակային ալիքը, այդտեղ որոշակի թարմացումներ եղան եւ այդտեղ փոխեցինք ինչ որ բաներ եւ հիմա այն շարունակում է աշխատանքը իհարկե։ Հետո բացվեց առաջին ալիք Ամերիկան, որը հեռարձակվում է Կալիֆոռնիայում եւ այնտեղ գիտենք, որ մենք ունենք մեծ հայկական համայնք եւ բավականին երկար ժամանակ մեզ հարցնում էին իսկ ինչու այստեղ ինչ որ ծրագիր չեք անում, ինչու այստեղ հեռարձակումը հասանելի չէ։ Տարբեր էին պատճառները, թե ինչու հասանելի չէր, բայց ի վերջո մենք որոշեցինք ստեղծել առաջին ալիք Ամերիկան, որի նպատակը հենց հեռարձակումն էր, տեղական հեռարձակումն է Կալիֆոռնիայի նահանգում, այնտեղ որտեղ որ հայերն են կենտրոնացված։ Եվ ստեղծվեց իհարկե նոր ալիքը, որը ավելի կենտրոնացած է երիտասարդների
վրա եւ մեր հիմնական սեգմենտը այստեղ երիտասարդներն են եւ այստեղ մեր երիտասարդ շատ առաջադեմ թիմը պատրաստում է բովանդակություն երիտասարդների համար եւ ինքը ավելի փորձարարական լաբորատորիա կարող ենք իրեն անվանել նաև ինչ որ ձևով մենք այստեղ փորձում ենք տարբեր ֆորմատներ իսկ երբ փորձարարությամբ զբաղվում են երիտասարդներ իրենց մոտ ավելի համարձակ է ստացվում դա եւ ըստ էության դրա շնորհիվ մեզ մոտ ստացվեց ստեղծել նորալիքում տարբեր ֆորմատներ որոնցից մեկ անգամ ամբողջ Եվրոպայի հանրայինների այսպես ասած մրցույթի արդյունքում ստացավ ինովացիայի մրցանակը սա շատ եմ կարևորում որ մենք նաև լինենք նորարար եւ հիմա փորձում ենք այդտեղ տարբեր ֆորմատներ եւ փորձում ենք երիտասարդներին գրավել ոչ թե որ դեպի հեռուստատեսություն, որովհետեւ հեռուստատեսությունը գնալով իր տեղը ուզենք թե չուզենք հիմա համապատասխան օրը չէ այս թեմայով խոսելու, բայց ուզենք թե չուզենք զիջում է ինտերնետին, համացանցին, բայց կարևոր է այստեղ բովանդակությունն է եւ հիմա շեշտը դնելով բովանդակության վրա մենք պետք է փորձենք այդ ուղղությամբ գնանք եւ ստեղծենք բովանդակություն եւ կարևոր չի դա որտեղ է հեռարձակվում կամ հեռարձակվում է թե կարող ես ինչ որտեղ դիտել կարևոր է բովանդակությունը եւ հեռուստատեսությունը ըստ էության ինչ որ պահից սկսած դառնալու է բովանդակություն ստեղծող եւ ըստ էության մենք հիմա այդ ճանապարհին ենք եւ հիմա էական չէ այս պահին էլ էական չէ մեզ դիտում են եթերով թե դիտում են YouTube-ում կամ այլ հարթակում կարևոր է թե ինչ բովանդակություն ենք մենք մատուցում եւ պետք է փորձենք հենց այդ ուղղությամբ աշխատել եւ շեշտը դնել նաեւ երիտասարդներին գրավելու վրա, որովհետեւ շատ դժվար է այսօր երիտասարդներին բերել դեպի եթեր, բայց շատ ավելի հեշտ է բովանդակությամբ բերել երիտասարդներին դեպի քո բովանդակության դիտման։ Հրաշալի, հանրային հեռուստաընկերությունը վերջին 3 տարիներին նպաստում է նաև մարզերում, հա, մշակութային եւ զբոսաշրջային կյանքն ակտիվացնելուն։ Ֆեստիվալ երաժշտաց զբոսաշրջային փառատոնն ամենամասշտաբային ծրագիրն է այս ուղղությամբ։ Ինչ արձագանք է այն առաջացնում ձեզ համար։ Ֆեստիվալը ես կարծում եմ, որ մեր ամենաստացված նախագծերից մեկն է։ Հատկապես գիտեք ինչն է կարևոր, որ հանրային հեռուստաընկերությունը լինելով հանրային այստեղ գնում է մարդկանց մոտ։ Այս նախագիծը դրա մասին է։ Մենք չենք գնում նկարելու իրենց։ Մենք գնում ենք իրենց համար տոն ստեղծելու։ Եվ այդ մեկ օրը, որ մենք գտնվում ենք այդ քաղաքներում, իսկ դա մեկ օր չէ, բոլորս գիտենք նախապատրաստական աշխատանքներ կան, հետո այդ ամեն ինչը պետք է հավաքել, այսպես ասած, բայց այդ մեկ օրը դառնում է տոն տվյալ քաղաքում։ Եվ մենք գնում ենք այն քաղաքներ, որտեղ որ շատ երկար ժամանակ, չասեմ երբեք, բայց տեղեր կան, որ իրենք առնվազն չեն հիշում վերջին 30 տարիներին, որ ինչ որ իրադարձություն տեղի ունեցած լինի, եւ շատ հաճախ այս մարդիկ չեն էլ տեսել նման միջոցառումներ իրենց քաղաքներում։ Եվ գնում ենք հանրայինը գնում է իրենց քաղաք, մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպում է միջոցառում եւ ստեղծում է տոն։ Եվ իմ ամենամեծ ուրախությունն այն է, որ ես ինքս եւ մեր գործընկերները ճամփորդում ենք մարզերում, մենք էլ ենք լինում քաղաքներում եւ իրոք հետաքրքիր է շփվել այդ մարդկանց հետ, որովհետեւ շատ անկեղծ են։ Պարոն Մովսիսյան, համոզված եմ, մասնավորապես այն մարդիկ, ովքեր հիմա մեզ դիտում են, կարիք ունեն իմանալու արդյոք պլանավորում ենք նոր ֆեստիվալ թե ոչ։ Պլանավորում ենք, իրականում մենք առաջիկայում նաեւ հուսով եմ անակնկալել կունենանք նոր տարվա շրջանում, բայց հիմա չեմ ուզում փակագծերը բացել, բայց ընդհանրապես ֆեստիվալը դարձել է արդեն ամենամյա եւ սա կարծում եմ նաեւ նրա ապացույցն է, որ այն մարդիկ, ովքեր մեզ աջակցում են, թե ֆինանսապես, թե նաեւ ռեսուրսներով, իրենք տեսան, թե ինչքան արդյունավետ փառատոն է ֆեստիվալը եւ այս ֆեստիվալի օրինակը տարբեր տեղեր նշվում է որպես հաջողված նախաձեռնություն եւ կարծում եմ որ մենք պետք է տեմպը պահենք ավելացնելը շատ ծանրաբեռնվածություն կլինի մեր թիմի վրա բայց չենք կարող իջեցնել նշած զողը ինչ որ արել ենք գոնե ամեն տարի պետք է այս 3 ֆեստիվալները շարունակենք անել իսկ ֆեստիվալին սպասում են իրոք որովհետեւ մենք շատ ենք արձագանքներ ստանում տարբեր քաղաքներից եւ անգամ մեզ առաջարկում են ինչ որ մի բան էլ իրենց կողմից անեն միայն իրենց քաղաքում անցկացնենք ֆեստիվալը այսինքն շատ կարեւոր է որ մարդիկ հասկանում են ֆեստիվալի էֆեկտը եւ շատ կարեւոր է նաեւ որ հանրային հեռուստաընկերության թիմը որովհետեւ մենք բոլորս գիտենք չէ հանրայինը նման գործառույթ չունի ինչու ենք մենք կազմակերպում փառատոն մեկը կարող է մեզ այսպեսի հարց տալ եւ ինչու ենք մենք դա կազմակերպում որովհետեւ
մենք հասկանում ենք, որ ուրախություն ենք տանում մարդկանց եւ դա էլ է ինչ որ ձևով հանրայինի խնդիրը։ Եվ շատ կարևոր է, որ հանրայինի աշխատակիցները չեն վճարվում այս միջոցառման համար եւ մենք սա անում ենք որպես մեր պատասխանատվություն։ Վերջին տարիներին նաև տեխնիկական վերազինման աշխատանքներ են տարվել, ինչ արդյունքներ ունենք այս դաշտում։ Դե թվային իմաստով մոտ 2 միլիարդի ներդրում է արվել, բայց կարևորը այդքան էլ այդ ներդրումները չեն կարևորը, մենք ինչ արդյունքներ կունենանք այդ ներդրումից հետո։ Եթե այսօր մեր եթերը այն ինչ որ դիտում է մեր հեռուստադիտողը, իրեն դուր է գալիս եւ ինչպես դուք նշեցիք, վարկանիշը բարձրացել է եւ կա դիտելիություն, դա նշանակում է, որ ներդրումները ճիշտ են արվել։ Հանրային հեռուստաընկերությունը վերջին տարիներին բացի հեռուստատեսային բովանդակություն ստեղծելուց նաև կրթական ծրագրեր է իրականացնել։ Ինչ պատկեր կա Մեդիա ակադեմիայի ու մագիստրոսական ծրագրերի հարցում։ Երբ որ մենք սկսում ենք կրթական ծրագրերը, մենք ցանկանում ենք նոր երիտասարդ կադրեր ներգրավել հանրայինում։ Այն մարդկանց, ովքեր որ այսպես երազող աչքերով տեսնում էին հանրայինը դրսից եւ չէին էլ պատկերացնում ինչ է հանրայինը ներսից։ Եվ այս ծրագիրը հնարավորություն էր Մեդիա ակադեմիան նկատի ունեմ, որը հաջորդ տարի մենք նշելու ենք ակադեմիայի 5-րդ տարին, 5-ամյակն է ակադեմիայի արդեն եւ ունեցել ենք մոտ արդեն 300 շրջանավարտ եւ 50-ից ավելի գործընկերներ ունենք հանրայինում, ովքեր այսօր մեզ հետ աշխատում են այստեղ եւ շատերին անգամ չենք էլ հիշում, որ ակադեմիայով են հայտնվել հանրային հեռուստաընկերությունում, բայց շատ կարեւոր է, որ ինքը նոր մարդկային ռեսուրսներ ներգրավելու գործիք դարձավ մեզ համար եւ ոչ միայն հանրայինի, այլև այսօր ակադեմիայի շրջանավարտները գրեթե բոլոր մեդիաներում եւ հեռուստաընկերություններում առնվազն աշխատում են տարբեր մասնագիտություններով, ինչպես հանրայինում հաղորդավարներից սկսած մինչեւ ունենք միջազգային կապերի մասնագետելով ակադեմիայից է ավարտել, բայց ընտրել է այլ մասնագիտություն, որովհետեւ մարդիկ գալով ակադեմիա ներսից տեսնում են հեռուստաընկերություն եւ իրենք էլ կարողանում են կողմնորոշվել, որովհետեւ մինչ այդ բոլորը ուզում են դառնալ հաղորդավար։ Ինչպես տարածված է, հա, երբ որ մենք ունենում ենք ընդունելություններ, միշտ առաջին բանը լինում է դա, արդյոք դուք ուզում եք դառնալ հաղորդավար 90%-ի դեպքում դա է, կապ չունի մենք ինչ կուրսի ընդունելություն ենք հայտարարում, արխիվային դասընթացներից սկսած լինում են այդպիսի մարդիկ, որ գալիս են հաղորդավար դառնալու, որովհետև հեռուստատեսությունում ամենագրավիչը, չգիտես ինչի, միայն հաղորդավարի դերն է, բայց դուք կասեք իհարկե դա ամենագրավիչն է, թե չէ։ Իսկ ինչ վերաբերվում է մագիստրոսական ծրագրին, դա կրկին ակադեմիայի հետ կապված էր, որովհետև երբ սկսեցինք ակադեմիայի ծրագիրը, մենք հասկացանք, որ ինչ որ չափով նաև սխալ ենք անում, որ չենք օգնում բուհական կրթությանը եւ մենք ստեղծում ենք ոչ ֆորմալ կրթական կենտրոն, որովհետեւ այնտեղ ակադեմիայի դասընթացները մի քանի ամիս են տևում եւ դա ոչ ֆորմալ կրթություն է։ Իսկ օգնելով արդեն ֆորմալ կրթությանը եւ զարգացնելով այն, ես կարծում եմ, որ սա ավելի ճիշտ ճանապարհ է օգնելու, որպիսի նաև բուհական կրթության մենք իհարկե գործնական մասով պրակտիկայով ենք օգնում հիմնականում եւ նաև մեր գործընկերներից շատերը դասախոսում են այնտեղ, բայց հիմնական մասը պրակտիկան է։ Մենք փորձում ենք ավելի բացել հեռուստատեսությունը եւ իրենց տալ շատ ավելի գործնական գիտելիքներ, թե ինչպես պետք է աշխատել հեռուստատեսությունում։ Հանրային հեռուստաընկերությունը նաև միջազգային բազում համագործակցություններ ունի, որոնք են դրանցից ամենանշանակալիները։ Իհարկե ակտիվ աշխատում ենք միջազգային գործընկերների հետ, հատկապես Եվրոպական հեռարձակողների միության հետ, որտեղ հանրայինը բավականին երկար տարիներ անդամակցում է եւ շատ ակտիվ ենք մենք այնտեղ։ Ես կարող եմ ասել վերջին 5 տարիների ընթացքում հատկապես կարևոր էր մանկական Եվրատեսիլի 20-ամյակի անցկացումը Երևանում, որը բավականին մեծամասշտաբ էր եւ առ այսօր եղած ամենամեծ մասշտաբով մանկական Եվրատեսիլն է եւ դա իհարկե հասկանալի է նաեւ մենք 20-ամյակն էինք նշում եւ կարծում եմ որ այն ստացված էր նաեւ մեր արտասահմանցի գործընկերների կարծիքով եւ շատ եմ կարևորում ոչ միայն այս միջոցառման ստացված լինելը որպես միջոցառում, այլ վերաբերմունքի փոփոխությունը, որովհետև երբ որ մենք նման մասշտաբի միջոցառում անցկացնում ենք Հայաստանում եւ ապացուցում ենք, որ մենք կարող ենք անցկացնել նմանատիպ միջոցառումներ Հայաստանում, սա նաեւ վստահություն եւ վերաբերմունք է փոխում մեր երկրի հանդեպ եւ նաեւ հեռուստաընկերության հանդեպ եւ կարծում եմ, որ 22 թվականի դեկտեմբերին անցկացված այս միջոցառումը, եթե ոչ ուղիղ
ապա այլ ձևերով նպաստել է, որպեսզի վստահությունը բարձրանա եւ մարդկանց հետաքրքրությունը, որովհետեւ ամբողջ Եվրոպայով այն հեռարձակվում էր 33 միլիոնից ավելի դիտում ունեցանք միայն հեռուստատեսությամբ, իսկ դա շատ կարեւոր է, որովհետեւ այնտեղ ամբողջությամբ Հայաստանի գովազդ էր։ Եվ մենք նաեւ այդ որակը տալով ցույց տվեցինք, որ կարող ենք նման մի մասշտաբի միջոցառումներ եւ ոչ միայն նմանատիպ, այլև ավելի մեծ, օրինակ հիմնական Եվրատեսիլ անցկացնել Հայաստանում, հուսով եմ այդ օրն էլ մի օր կգա։ Իհարկե նաև հաջորդ տարի մենք ունենք դասական Եվրատեսիլ, որը անցկացնելու ենք Հայաստանում հունիսի սկզբին եւ կարծում եմ այն նույնպես շատ դիտարժան շոու է լինելու մեր հեռուստադիտողների համար, ովքեր էլ որ ցանկանան գալ Հայաստան, թե դրսից, թե երկրի ներսից, ապա առաջիկայում կհայտարարվի, թե որտեղ է անցկացվելու միջոցառումը եւ մարդիկ կարող են մասնակցել նաև դասական երաժշտության մասով Եվրատեսիլին։ Իսկ հայ-չինական համագործակցության մասին ինչ կասեք։ Ասում հայ-չինականն էլ էր միջազգային։ Հայ-չինական համագործակցությունը կարծում եմ մեր ամենաէական ներդրումն է հանրային հեռուստաընկերությունում։ Մեր նկատի ունեմ ինձ կամ ինչ-որ կոնկրետ մարդու նկատի ունեմ ընդհանրապես ամենամեծ ներդրումն է դա հանրայինում անկախությունից ի վեր, որովհետև անկախության ամբողջ շրջանի ընթացքում հանրային հեռուստաընկերությունում նոր արտադրական ենթակառուցվածք չի ստեղծվել։ Եվ մենք այս շենքում, որ հիմա գտնվում ենք եւ աշխատում ենք, այն 70-ականների է։ Մյուս շենքերն էլ են մեր այդ տարիների եւ շենքերը ըստ էության այլևս բավարար չեն եւ ստուդիաներն էլ նոր ստանդարտներին համապատասխան չեն եւ մեզ պետք էին նոր աշխատանքային տարածքներ։ Եվ հիմա ունենալով այս նոր մասնաշենքը Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների կողմից ֆինանսավորվող ըստ էության մենք կլուծենք նաեւ մեր մեծամասշտաբ շոուներ նկարահանելու համար նախատեսված ստուդիայի հարցը, որի խնդիրը մենք այսօր ունենք եւ զգում ենք հանրայինում, իհարկե աշխատանքային տարածքներ էլ կլինեն, իհարկե նաեւ կունենա Երևանը նոր սիմվոլ, որովհետեւ ինչպես բոլորս գիտենք, հանրայինը գտնվում է բարձունքում եւ մեր հարևանությամբ կառուցվում է նոր մասնաշենքը, որը արդեն տեսանելի է Երևանի տարբեր հատվածներից, երբ որ ավարտվի նոր լուսավորությամբ, կարծում եմ այն կդառնա Երևանի սիմվոլներից մեկը։ Հաջորդ տարի, երբ մենք միասին նշենք հանրային հեռուստաընկերության 70-ամյակը, մենք կբացենք նաև մեր նոր մասնաշենքը եւ 70-ամյակին մենք կունենանք այդպիսի շքեղ մեծ ստուդիա եւ արտադրական տարածքներ։ Բլից հարցեր ունենք պարոն Մովսեսյանին, ակնկալում ենք նաև բլից պատասխաններ եւ անկեղծ։ Մեր տաղավարը շատ անկեղծ տաղավար է։ Պատրաստ եք։ Այո։ Ամենատարեց աշխատակիցն այս պահին։ Նարա Շլեփչյանը։ Նա հիմա շուտով կդառնա 91 տարեկան եւ հիմա աշխատում է հանրային հեռուստաընկերությունում որպես իմ խորհրդական։ Հրաշալի։ Ամենաուրախ ֆեստիվալը։ Մարդկանց տրամադրության իմաստով կարծում եմ Թաթայի համերգներ Գյումրիում։ Ամենատպավորիչ եթերաշրջանը։ Ամենատպավորիչ եթերաշրջանը։ Սենց հիմա բանով տարով դժվար է ասել, բայց կարծում եմ 24 թվականի աշունը եւ 22 թվականի աշունը։ Ամենաերկարակյաց հաղորդումը, որն այսօր էլ հեռարձակվում է։ Ամենաերկարակյացը երևի թե լուրերը եւ քաղաքական հաղորդումները հանում ենք դրանք միշտ են եղել, կարծում եմ երկերկոցն է այս պահին։ Իսկապես։ Առավոտ լուսոն երկարակյաց չի ավելի։ Առավոտ լուսոն էլ է երկարակյաց, բայց առավոտ լուսոյի դեպքում ճշտեն այնտեղ տեսնենք։ Առավոտ լուսոյի դեպքում անվանումը փոխվել։ Այդ իսկ պատճառով երկերկոցը։ Դրա համար, եթե անունը չենք փոխում, էլի կան։ Okay։ Լավ, առավոտ լուսոն եմ։ Հիմա մի հատ նորից ասեմ առավոտ լուսոն։ Այս կմոնտաժեն կկպցնենք, ասեմ առավոտ լուսոն։ Հեսա մեկը պետք է ասեք առավոտ լուսոն, բայց մի հատ հարց ունենք։ Մի հատ էլ հարցը տանք, համ կարակ առավոտ լուսոյով ոնց որ գաք որ անունը փոխել է, համ երկերկոցը։ Էս ի՞նչ դաղալություն է։ Քո հարցն է, մի հատ էլ հարցը դուր։ Իրոք։ Հա։ Ամենաերկարակյաց հաղորդումը, որն այսօր էլ հեռարձակվում է։ Առավոտ լուսո։ Եվ երկերկոց։ Բայց առավոտ լուսոն մրցակցություն կա։
Լավ մրցակցություն կա, առողջ մրցակցություն։ Առողջ մրցակցություն կա։ Դե վստահ եմ, որ ամենասիրելի Անհամբեր հաղորդումն էլ առավոտ լուսոն է, չէ՞։ Ամենասիրելի հաղորդումը։ Ահա, շնորհակալություն։ Իսկ ամենասիրելի հաղորդավարը։ Դե այդ բարձա արդեն, այդ բարձա։ Իսկ ամենաաշխատասեր թիմը Բարձա։ առավոտ լուսո։ Ամենաաշխատասեր առավոտյան ուղիղ եթե Բոլոր անվանակարգերում մրցանակները ձերն են միայն։ Շատ շնորհակալություն հիասքանչ հարցազրույցի համար եւ որպես վերջին հարց դիտարկենք ինչ կմաղթեք մեր հանրայինցիներին եւ նաեւ մեր հեռուստատողներին ինչ կխոստանաք։ Նախ այսօր շատ կարեւոր եւ սիմվոլիկ օր է մեզ համար եւ ես ուզում եմ որ հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողները եւ ընդհանրապես հայկական հեռուստատեսության հեռուստադիտողները միշտ ունենան բարձր ակնկալիքներ։ Միշտ ակնկալեն ավելին, քան մենք անում ենք այսօր թե հանրայինում, թե այլ հեռուստաընկերություններում, որովհետև հենց այդ պահանջկոտ լինելն է, որ մեզ ստիպում է շատ ավելին անել, քան մենք երբեմն պատկերացնում ենք, որ կարողանում ենք։ Մաղթում եմ մեր աշխատակիցներին էլ, որ մենք էլ փորձենք երբեմն անցնենք այն բոլոր գծերը, որ մենք պատկերացնում ենք, որ դրանից ավելին չենք կարող անել, որովհետև շատ հաճախ հատկապես էքստրեմալ իրավիճակներում տարբեր մարդիկ, ինչպես նաև մենք, ցույց ենք տալիս տարբեր որակներ, որոնք սովորական ժամանակաշրջանում ցույց չենք տալիս։ Ես ուզում եմ, որ մենք միշտ կարողանանք այդ ամենը ունենալ նաև սովորական հանգիստ ժամանակներում, որ էքստրեմալ չլինի, բայց մենք կարողանանք ինքներս մեզ գերազանցել եւ փորձել այդ ամենը մատուցել եթերում եւ չգերազանցել մեր հեռուստադիտողների ցանկությունները, այլ մոտ լինել այդ ցանկություններին միշտ եւ այդ ցանկություններն միշտ ավելի բարձրանան։ Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ ու կարծում եմ, որ հեռուստատեսությունը ինչ էլ որ այն դառնա ապագայում, մեկը կոչվելու է հեռուստատեսություն, մեկը մենք միշտ նշելու ենք այսօրը միասին։ Շատ շնորհակալություն։ Հաճելի զրույցի համար, անկեղծ զրույցի համար, շնորհակալություն նաև գնահատանքի համար, թե Պարզ դարձավ առավոտ լուսոն ինչքան կարևոր հաղորդում է ձեզ համար։ Միանշանակ մենք այդպես էլ ընդունեցինք։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, տոնական տրամադրություն։ Շնորհակալություն։ Իսկ մենք սիրելիներ շարժվենք առաջ, որից հետո կվերադառնանք։ Մնացեք մեզ հետ, որովհետև տոնական եթերը շարունակվում է։